Բարեկալուս Civilnet տեսակապի միջոցով մենք կապ ենք հաստատել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, միջուկային անվտանգության մասնագետ Արեգ Դանագուլյանի հետ, որի հետ զրուցելու ենք Իրանի տարածքում Իսրայելի հարվածների մասին, ըստ տեղեկատվության Իսրայելը հարվածել է Իրանի մի շարք միջուկային օբյեկտների կամ միջուկային ուրանի հարստացմամբ զբաղվող օբյեկտներին, որոնք կարող էին ապագայում հանգեցնել նրան, որ Իրան ունենալ միջուկային զենք, եւ տարածաշրջանը շատ լարված է, Իսրայելը հայտարարել է, որ ռազմական գործողությունները կտևեն այնքան, որքան անհրաժեշտ է, Իրանը սպառնում է, որ պատասխան լուրջ հարվածներ կհասցնի Իսրայելին։ Միջուկային անվտանգության եւ ուրանի հարստացման ուրեմն խնդիրների եւ Իրանի պրոյեկտի շուրջ ես կզրուցեմ պարոն Դանագուլյանի հետ։ Պարոն Դանագուլյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար եւ մեզ միանալու համար։ Բարև ձեզ, ես նստել։ Պարոն Դանագուլյան, ես կփորձեմ ձեզ պարզ հարցեր տալ բարդ խնդիրների մասին, որպեսզի նաև մեր լսարանը հասկանա ինչի մասին ենք մենք զրուցում, որտեղ շատ է խոսվում Իրանի միջուկային ծրագրի մասին, ուրանի հարստացման գործընթացների մասին, բայց դրանք այսպես լրատվական ուրեմն գլխագրերից այն կողմ շատ դժվար է երբեմն հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունենում։ Ասացեք, խնդրեմ, ուրանի հարստացման ինչ մակարդակի էր հասել Իրանը մինչև այսօր իժես ծրագրում, հա, եւ որքանով էր մոտ ինքը միջուկային զենք ստեղծելուն, եւ որ դա այսպես ասած դարձավ հիմք Իսրայելի կողմից, չգիտեմ, նոր գործողություններ սկսելու համար։ Այո։ Դա բավական բարդ հարց է, բայց պետք է միանգամից ասեմ, որ ես այն տեղեկությունները հիմնական նորություններից են, ասենք ես հիմնական հետևում եմ AP News, Associated Press-ի բաներին, տեղեկատվությանը եւ տարբեր հայտարարություններին, այդ թվում MAGATE-ի հայտարարություններին, ու ընդհանուր տպավորությունը այն է, որ վերջին մի քանի ամսում Իրանը կտրուկ արագացրել է իր ուրանի հարստացման ծրագիրը եւ ընդհանրապես միջուկային զենքի մշակման ծրագիրը ու ըստ որոշ զեկույցների Իրանը արդեն ունի բավական չափ հարստացված ուրան մեկ կամ ավել միջուկային զենքի միավորների համար։ Արդյոք դա նշանակում է, որ Իրանը վաղը հենց կունենա էֆեկտիվ եւ աշխատող միջուկային զենք, դա դժվար է ասել, որովհետեւ ուրանը բավական չէ միջուկային զենքի աշխատանքի համար, դա ուղղակի ամենակրիտիկական, ամենադժվար մասն է, ենթադրաբար ուրանի հարստացմանը զուգահեռ Իրանը նաև մշակել է մնացած տեխնոլոգիական պահանջները, հա, զենք էֆեկտիվ աշխատող զենք ունենալու համար, եւ իհարկե երկրորդ հարցը դա կրիչների մշակումն է, այսինքն օրինակ հրթիռների, որոնք կարող են մարտագլխիկը, այսինքն միավորը, միջուկային պայթուցիկը հասցնել իր թիրախին։ Դրանց պատրաստվածության աստիճանը նույնպես այնքան էլ պարզ չէ։ Հասկանալի է։ Ինչ ռիսկեր են, քանի որ հարվածները հասցվել են ըստ նախնական տեղեկատվության միջուկային օբյեկտներին կամ այն օբյեկտներին, որոնք զբաղվում են ուրանի հարստացմամբ, լեգիտիմ հարց է առաջանում, արդյոք կա ռադիացիայի վտանգ, եւ սա վտանգ է նաեւ Հայաստանի համար, որովհետեւ գտնվում է Իրանի անմիջական հարևանությամբ, եւ ռադիացիան եթե նման վտանգ լինի, ապա քամու, չգիտեմ, ամպերի եւ այլնի հետ կարող է հասնել նաեւ մեր տարածաշրջան։ Այո, ուրեմն Իրանում կան մի քանի տեսակի օբյեկտներ, հա, միջուկային ծրագրի օբյեկտներ, դրանցից ոմանք, եթե նրանք հարվածի ենթարկվեն, դրանք շատ լուրջ վտանգ կա, որ դա կարող է բերել միջուկային ճառագայթման, վարակման, տարածմանը, ուրիշները, որոնց դեպքում, ասենք, վտանգը ավելի սահմանափակ է։ Առայժմ տեղեկությունը, որ մենք տեսնում ենք նորություններում, այն է, որ հիմնական թիրախներից մեկը դա եղել է Նատանցի միջուկային գործարանը կամ ասենք բանը, facility, օբյեկտը, հա, որը հիմնականում զբաղվում է ուրանի հարստացմամբ։ Ուրանը, մաքուր ուրանը, ինքնին բավականին անվտանգ է, այսպես ասեմ, այսինքն անգամ եթե այն ինչ-որ կերպ հրդեհ լինի եւ այն նրա մասնիկները բարձրացվեն մթնոլորտի մեջ, դա հարաբերականորեն անվտանգ է տարածաշրջանային համար։ Ուրիշ բան, եթե օրինակ ասենք միջուկային հարվածներ հարցվեին, ասենք կներեք, պարզ օդային հարվածներ հասցվեին, ասված չտա միջուկային, օդային հարվածներ հասցվեին, ասենք օրինակ ռեակտորներին, հա, Իրան ունի երկու հիմնական ռեակտոր, դա Բուշերի ռեակտորն է, որը ռուսական VR-1000 տեսակի ռեակտոր է, որը էներգետիկ ռեակտոր է, այն չի օգտագործվում, այն կարող է տեսականորեն օգտագործվել միջուկային զենքի համար, բայց հազիվ թե
Եվ երկրորդը դա առակի ռեակտորն է, որը ծանր ջրի ռեակտոր է, որը կարող է օգտագործվել հենց միջուկային պլուտոնիումի սինթեզի համար, որքան ես գիտեմ, այդ առակի ռեակտորը աշխատող չէր, Բուշերի ռեակտորը աշխատող է, արդյոք եղել են հարվածներ առակի կամ Բուշերի դեմ, դեռևս պարզ չէ, բայց օրինակ եթե լիներ իսկապես հարված Բուշերի ռեակտորի դեմ, դա կարող է բերել շատ լուրջ միջուկային վարակման։ Էլի եմ ասում, մենք չգիտենք եղել են հարվածներ Բուշերի դեմ թե ոչ, չեմ կարծում, որ Բուշերի դեմ հարվածները իմաստալից կլինեին, հիմնականում իսրայելցիները կկենտրոնային հիմնականում Նատանցի վրա եւ մեկ ուրիշ կենտրոն կա, կոչվում է Ֆորդո, որը խորը սարի տակ է, հատուկ այդպես կառուցված է, որպեսզի նա լինի պաշտպանված ավիահարվածներից, հա, եւ եթե մենք գիտենք, որ Նատանցում եղել է մեծ հրդեհ, հա, այնտեղ մեծ ծեվ ծուխ է բարձրացել, թե որքան ճառագայթում է տարածվել դա հայտնի չէ, հավանաբար դա, ասենք, դա Չեռնոբիլի նման սցենար չի լինելու, անգամ եթե այնտեղ լինի ինչ-որ ճառագայթման տարածում։ Քանի որ խոսեցինք Բուշերի մասին, այնտեղ իհարկե կենտրոնացված է նաև Իրանի ատոմային էլեկտրակայան, այնտեղ կան ծրագրեր Ռուսաստանի հետ ստեղծելու, կառուցելու նոր ատոմային էլեկտրակայաններ, վերջերս եղան պայմանավորվածություններ դրա վերաբերյալ, եթե չեմ սխալվում, 10-ից ավել նոր ատոմային էլեկտրակայան կառուցելու այսպես հարց է քննարկվում եւ շատերը մասնագետները դա որակում են Իրանի միջուկային ռենեսանսը, այսպես ասած, շուտ նման ուրեմն հայտարարություններով է որակվում, արդյոք այս հարվածները եւ ընդհանրապես Իրանի հնարավոր դեստաբիլիզացիան կազդի նաեւ այդ ծրագրերի վրա։ Նա ես կարծում եմ այն ինչ որ կատարվում է հիմա Իրանում, կազդի բոլոր ծրագրերի վրա, այսինքն անգամ եթե արարվածներ չհասցրում են Բուշերի վրա կամ ուրիշ ծրագրեր, նրանք ուղղակի ամբողջ քաղաքական, տնտեսական ռազմական համակարգը հիմա Իրանում մեծ բանի տակ է, հարվածի տակ է, հա, եւ իհարկե դա կազդի ամեն ինչի վրա, անգամ եթե չլինի ուղղակի հարված դրանց դեմ։ Իրանը հայտարարում է պատասխան հարվածի հնարավորության հավանականության եւ այսպես վճռականության մասին, հա։ Սրանից առաջ եղել են դեպքեր, որ Իրանը հարվածել է Իսրայելին հրթիռներով, անօդաչուներով, դրանց մեծ մասը իսրայելական օդուժը որսացել է, բայց եղել են որ նաեւ տեղ են հասել։ Հիմա քննարկում է կամ խոսվում է արդյոք հավանական եք համարում, որ Իրանը ունենալով այս ուրանի հարստացման պատմությունը, հրթիռների բավական մեծ զինանոց, արդյոք կարող է Իրանը, չգիտեմ, կեղտոտ ռումբով, այսպես ասած, հարվածել Իսրայելին։ Տեսականորեն նա կարող է, որտեղ նա ունի բավական շատ, ասենք, միջուկային թափոններ, հիմնականում, ասենք, այրված միջուկային վառելիք Բուշերից, տեսականորեն այն կարող այն դնել, թե արդյոք Իրանը կգնա այդ քայլով, թե ոչ, դժվար է իհարկե ասել։ Մենք հենց հիմա կարդում ենք նորություններում, որ մոտապես 100-ից ավել բաներ են, աթեստներ են արձակվել Իրանի կողմից հենց հիմա Իսրայելի դեմ, անցյալում մենք տեսանք, որ այդ հարվածները հիմնականում անէֆեկտիվ էին։ Դե անէֆեկտիվ որն է, այո, դրանցից ոմանք տեղ են հասել, բայց հիմնականում դրանց մեծամասնությունը խոցվել են, հա։ Ու հավանաբար այսօր այդ հարված հասնելու կարողությունը ել ավելի գուցե սահմանափակ է, դժվար է ասել։ Իսկ կեղտոտ ռումբ ասվածը ինչ է իրենց ենթադրում, արդյոք դրա այսպես էֆեկտը, ազդեցությունը, կործանարար ուրեմն էֆեկտը բավական մեծ է։ Կեղտոտ ռումբը անգլերեն դա կոչվում է radiological dispersal device, այսինքն ռադիոլոգիական ճառագայթման տարածման սարք, դրա հիմնական էֆեկտը հոգեբանական է, որովհետև էֆեկտի ռեալ, ասենք, անգամ եթե դու կարողանաս մարտագլխիկի մեջ ճխտել, չգիտեմ, տասնյակ կիլոգրամներ թափոններ, տարածվելուց հետո նրանք իսկապես չեն կարող լուրջ ինչ-որ վնաս ստեղծել կամ անգամ մարդկանց սպանել զուտ ճառագայթման միջոցով։ Այսինքն դրա էֆեկտը հիմնականում հոգեբանական, քաղաքական է։ Դա բերկաբերելի պարալիզ է։ Օրինակ եթե իրենք ասենք այդպիսի հարված հասցնեն Տել Ավիվի կամ չգիտեմ, Երուսաղեմի դեմ, դա կբերի պանիկայի, հա, դա կբերի ընդհանրապես կաթվածահարության տնտեսական համակարգում, բայց հիմնականում դա կապված է մարդկանց վախի հետ ճառագայթումից, հա, ու դրա հենց այդպիսի ռումբ եթե լինի, նրա հիմնական նպատակը դա կլինի։ Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի համագործակցության մասին, թեպետ Իրանը այսպես փակ էր պահում իր միջուկային ծրագրերը, ուրանի հարստացման ծրագրերը, բայց այնուամենայնիվ որոշակի համագործակցություն ՄԱԳԱՏԷ-ի հետ ուներ, միջազգային միջուկային էներգետիկայի միջազգային կազմակերպության հետ եւ պարբերաբար լինում էին նաեւ այցելություններ։
Արդյոք այս հարվածը եւ ընդհանրապես Իրանի հայտարարությունները, որ մեղադրում են այո այս ամենի մեջ Ամերիկային, մեղադրում է Արևմուտքին եւ այլն, թեպետ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել են, որ իրենք անմիջապես չեն մասնակցել այս գործողություններին, արդյոք այս հարվածը, Իսրայելի հարվածը եւ հնարավոր պատերազմական գործողությունները կարող են հանգեցնել նրան, որ Իրանը ընդհանրապես փակվի միջուկային ծրագրի կոնտեքստում աշխարհից եւ ընդհանրապես ՄԱԳԱՏԵ-ից էլ դուրս գա եւ որևէ հաշվետվականություն չցուցաբերի։ Դեք շատ դժվար է կանխատեսել, թե Իրանը ինչ քայլեր կձեռնարկի, հա, որովհետև մենք կարող ենք դրա մասին մտածել տրամաբանաբար, բայց հիմա իրանական ղեկավարության մեջ շատ ստրեսային վիճակ է իհարկե, եւ դժվար է շատ այդ դեպքում կարող է նաև լինել չափազանց իրացիոնալ որոշումներ, հա։ Ասենք եթե Իրանը կտրի իր հարաբերությունը ՄԱԳԱՏԵ-ի հետ, ինչ նա կստանա, նույն պարզ չէ ինչ նա կստանա, հա։ Փաստորեն այս երեք առավոտյան ՄԱԳԱՏԵ-ն հայտարարեց, որ Իրանը փաստորեն սա առաջին անգամ է, որ նա եթե չեմ սխալվում, առաջին անգամ է, որ ՄԱԳԱՏԵ-ն պաշտոնապես հայտարարել է, որ Իրանը խախտել է իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, որքան հասկանում եմ, սա կապված է Non-Proliferation Treaty-ի հետ։ Non-Proliferation Treaty դա միջուկային զենքի չտարածման պայմանագիրն է, որը նաև Հայաստանն է ստորագրել, երկրների մեծամասնությունը ստորագրել են, ասենք որ 5-ից 10 երկիր է, որ չի ստորագրել, որը փաստորեն արգելում է երկրներին ստեղծել միջուկային զենք։ Եվ Իրանը դա ստորագրել է։ Եվ հիմնական ճնշումները Իրանի դեմ եղել են կապված դրա հետ, որ դուք ստորագրել եք սա, բայց դուք ակնհայտորեն մշակում եք միջուկային զենք։ Իրանը հակադարձել է, որ չէ, մենք մշակում ենք միջուկային զենք, մենք մշակում ենք միջուկային վառելիք մեր քաղաքացիական գրակնարան, որը ակնհայտ կեղծիք է։ Այնտեղ աղոքի կասկած չկա, այնտեղ մի քանի պատճառներ կան, որոնց մեջ ես չեմ կարող գնալ, բայց այնց բացահայտ ապացույց ՄԱԳԱՏԵ-ն առայժմ չի հրատարակել պաշտոնական մակարդակով, չնայած անցյալում եղել են շատ կոնկրետ դեպքեր, երբ որ ՄԱԳԱՏԵ-ն կոպիտ ասած բռնացրել է, գտել է տեղեր, որտեղ նրանք գտել են հարստացված ուրանի նմուշներ փոքր քանակությամբ, հա, եւ դա դարձել է ընդհանուր տեղեկություն, հանրային տեղեկություն, որ մատնանշել է, որ Իրանը փաստորեն իսկապես խախտել է այդ պայմանագիրը։ Ես սա կարծեմ առաջնակարգ, որ ՄԱԳԱՏԵ-ն իսկապես որ այնց բացահայտորեն հայտարարել է, որ չէ, այստեղ կասկածներ չկան, նրանք իսկապես խախտել են իրենց պարտավորությունները։ Տեսեք, եւ վերջին հարցը շատ է քննարկում հիմա, հատկապես նաեւ արևմտյան մասնագիտական գրականության մեջ փորձագետները, այսպես եթե կարելի ասել, կարծիքները երկփեղված են։ Մի մասը ասում է, որ անպայմանորեն Իրանը չպետք է որևէ երկիր չպետք է ունենա միջուկային զենք, չտարածման շրջանակներում, այսպես միջուկային զենքի չտարածման շրջանակներում։ Մյուս մասը ասում է, որ Իրանը բավականին պատասխանատու միջազգային խաղացող է եւ Իրանի միջուկային զենք ունենալը ավելի այսպես ստաբիլիզացնի, կկարգավորի, կհանդարտեցնի իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Ձեր կարծիքը ինչպիսին է։ Ես գիտեմ ինչպես կարելի է գալ, ինչպես են մարդիկ գալիս այդ եզրահանգմանը, որ եթե Իրանը ունենա միջուկային զենք, դա կբերի ստաբիլիզացմանը, ես չեմ տեսնում որն է տրամաբանական շղթան, որը դա է դրա բեմ։ Ես կարող եմ ասել, որ սա մի քանի արդեն հայտարարություններ են եղել տարբեր պետությունների կողմից, որոնք ցույց են տվել, որ եթե Իրանը հասնի միջուկային զենքին, հաջորդ դրանից հետո Սաուդյան Արաբիան է միանգամից սկսելու միջուկային զենք մշակել, հա, ինչու որովհետև Սաուդյան Արաբիան շատ խիստ բացական հարաբերությունների մեջ է, հիմնական սունի շիա բանի վրա, հողի վրա, եւ նաեւ Թուրքիան է բանարել, ուղղակիորեն չէ, բայց փաստորեն հասկացնել է տվել, այսպես ասենք, որ եթե Իրանը հասնի միջուկային զենքին, ապա Թուրքիան նույնպես բանի։ Ու եթե ասենք Իրանին թույլ տան միջուկային զենք ստեղծել, հա, հաշվի առնելով Թուրքիայի արդյունաբերական տեխնոլոգիական կարողություններ, որոնք տասնյակ անգամ ավելի բարձր են, քան Իրանի, Թուրքիան շատ կարճ ժամանակում կստեղծի միջուկային զենք։ Եթե Թուրքիան ստեղծի միջուկային զենք, ուրիշ երկրները կսկսեն միջուկային զենք։ Այսինքն կսկսվի այն շղթայական ռեակցիա, երբ որ no pun intended, ոնց որ ասում են, որ եթե մեկը ստեղծես, իր հակառակորդները նույնպես պետք է նետվեն ու պետք է ուզած պետք է ստեղծեն այդ միջուկային զենքը։ Սպառազինության նոր մրցավազք կսկսվի տարածաշրջանում։ Այո, իհարկե։ Այսինքն օրինակ ասենք դրա լավ օրինակը դա Հնդկաստանն ու Պակիստանն է, հա։ Հնդկաստանն ու Պակիստանը մինչև 98 թվականը ունեին այսպես ասած ունեն ծրագիր, երբ որ ծրագրեր, որտեղ իրենք ասենք Հնդկաստանը թեստավորել էր միջուկային զենք, բայց չէր ստեղծել ինք ստեղծել են, իրենք թեստավորել են 70-ական թվականներին ունեն մի հատ փորձ էին արել, կոչվում է Smiling Buddha, ժպտացող Բուդա, որտեղ իրենք թեստավորել էին սարք, գիտական սարք, որը ջերմամիջուկային ռումբ էր,
բայց նրանք էֆեկտիվ միջուկային ռումբ չէին ստեղծել, հա, որը նաև ուներ կրիչ, որը կարելի էր գործածել մարտադաշտում, հա։ Իրանք ինչ արեցին 98 թվականին իրանք ստեղծեցին միջուկային իրական աշխատող փորձարկեցին միջուկային զենք, դրանից 2 ամիս հետո Պակիստանը փորձարկեց իր միջուկային զենքը եւ հայտարարեց, որ ինքը միջուկային տերություն է։ Այսինքն նրանց օրինակը ցույց տալիս թե ինչպես է դա միանգամից արագ լինում ու հիմնական մտավախությունն է, որ եթե Իրանին թույլ տան այդ ճանապարհով գնալ, այն կարող է իսկապես դա կսկսի նաև ասենք չգիտեմ Իրանի ստաբիլությունը կամ պատասխանատվությունը ու դա դժվար է ասել։ Ես համաձայն եմ այն մարդկանց հետ, որոնք ասում են, որ Իրանի ղեկավարությունը շատ ավելի ռացիոնալ է, հա, եւ շատ ավելի ռացիոնալ, հաշվողական է, շատ հաշվողական է, քան թե դա թվում է, հա, բայց դա դեռևս շատ բան չի նշանակում, ասենք այո, դու ունես ասենք հաշվողական, ունես մտածող ղեկավարություն, չնայած իրենք իսլամիստներ են ու շատ ծայրահեղական իսլամիստներ են, բայց դա դեռևս չի նշանակում, որ այդ պետությունը, եթե նրա ձեռքը միջուկային զենք ընկնի, պատասխանատու իրեն կպահի այդ միջուկային զենքով։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ձեզ շնորհակալություն։ Մենք շարունակենք հետևել իրադարձություններին, առայժմ այսքանը, շնորհակալություն, կհանդիպենք։